84-ամյա Բելլա Օրչյանն արդեն երրորդ օրն է իր տան բոլոր այցելուներին աղջկանից է հարցնում։ Դուստրը 55-ամյա Յանինա Աղաբեկյանը 2 օր անգիտակից տանը մնալուց հետո երկուշաբթի օրը տեղափոխվել է հիվանդանոց։ Բա չեմ կարող դել, հիմա չգիտեմ թե ինչ վիճակի է։ Հիմա լավանաբիդի, չլավանաբիդի, այնպես դիագնոզ ասեցին, որ վախեցած խելերա։ Բելլա տատիկի և նրա աղջկա մասին երեկ երեկոյան ահազանգել էր Տաթև Ղազարյանը, հրապարակելով ամբողջովին թափթփված և քարուքանդ տանը ապրող քայլակի օգնությամբ տեղաշարժվող տատիկի մասին տեսանյութ։ Տաթևը երկուշաբթի օրն է լսել երրորդ հարկում ապրող տարեց կնոջ բացականչությունները և շտապել վերև։ Անդադ կանչում էր միլիցիա, աղջիկս չկա, 2 օր չկա ու կծկտուր ինչ-որ բառեր։ Ու զանգահարեցինք ոստիկանություն, ԱԻՆ-ի աշխատակիցներին, բնականաբար դուռը եկան գտանք, տատիկը չէր կարողանում դուռը բացել, տեսնում եք ինքը տանը նույնիսկ բավական դժվարությամբ է տեղաշարժվում քայլակի օգնությամբ։ ԱԻՆ-ի աշխատակիցները պատշգամբից ներս մտան, դուռը բացեցինք, տեսանք, որ աղջիկը ներսում ընկած էր անգիտակից վիճակում։ Թե ինչպես է աղջկա ինքնազգացողությունը վատացել, ինչքան ժամանակ է այդպես ընկած մնացել, 84-ամյա մայրը շատ կծկտուր է պատմում։ Գալիս էր այդտեղ պարգում էր, ոյ, Յանա ջան, ինչ է հեչ, հələ մի անգամ էլ տեսնում մեծևին այդպես ցայն էր, հələ մեգեն, ես այստեղ գպարգիմ, բարձացա, տեսնեմ որ ոչ ցայն կա, ոչ ծուկ կա, ինքը չի խոսի, Յանա ոչ մի խոսակցություն, չէր խոսում, գիտեք ոչ մի ցայն, սկսեցի մասաժանել լևի ձերքը, որ ասեցի արունը գոնե բանեղը, երի, հեչ օգուտ չկա, ում զանգտամ, չգիտեմ, սկորին ինչը չեմ գիշերվա կիսուն, առավոտը նույնը այդպես պարգել է, հետո դուս եկա, սկսեցի բղավելը։ 2 օր հարևաններն ուշադրություն չեն դարձրել տատիկի բղավոցներին, արդեն երկուշաբթի կնոջն արձագանքել է աշխատանքի շտապող Տաթևը, նրա խոսքով արդեն 1 տարի է շենքի առաջին հարկում է աշխատում, որտեղ պարբերաբար տատիկի տանից գոռոցների ձայներ է լսել, առաջին անգամ ոստիկանություն է կանչել։ Հարևանները ասացին ոստիկաններին, որ դա նրանց համար մշտական է, այսինքն այն հարևաններն, ովքեր որ այստեղ մշտական բնակություն ունեն, իրենք ասացին, որ դա նորմալ երևույթ է, որ միշտ այս տանից ձայներ են գալի, որ աղջիկը մոր հետ շատ վատ է վերաբերվում, ծեծում է իր մայրիկին։ Թեև աղջկա կողմից մորը բռնության ենթարկելու մասին Ֆակտոր TV-ին ևս տեղեկություններ են հասել, այնուամենայնիվ տիկին Բելլան աղջկա մասին միայն դրական երանգներով էր խոսում։ Իրար հետ լավ եք եղել, աղջիկդ լավ պահում էր քեզ։ Հա։ Ամեն պեչենյաները 2 ձևի միշտ բերում։ Կոֆեն, տեսակ չէ, այնտեղ կոֆե վարկա կա։ Կոֆեն պատրաստում, բերում տալիս էր։ Հետո ճաշը պատրաստում, լիքը այդտեղ դուք տեսակ չէ կարտոշկաներ, ինչքան կարտոշկա, մեծ կարտոշկա, այսօր հետո տեսա փոքրեր, ինքը միշտ այնքան համեղ ճաշեր էր պատրաստում։ Արդյոք վեճերի չդադարող ձայներն են հարևաններին անտարբեր դարձրել տիկին Բելլայի խնդիրների նկատմամբ, սակայն մի բան առավել քան ակնառու է, տատիկն ու նրա փոքրիկ բնակարանն աղբանոցի են վերածված, տուն մտնելիս միանգամից քթիտ է դիպչում ծանր հոտը։ Տաթևն ավելի վաղ ահազանգել էր բոլոր պատկան մարմիններին, եկել են իրենց աչքով տեսել, սակայն որևէ հստակ քայլ այդպես էլ չի կատարվել որևէ կառույցից։ Չորեքշաբթին ինձ որևէ զանգ չեկավ, դա ինձ կասկած հարուցեց, որ միգուցե որևէ մեկը չի եկել, բայց չի մտածում, որ կարող է որևէ մեկը եկած չլինի, եթե 3 շաբթի եկել են, իրենց աչքով տեսել են ամեն ինչ, ու երեկոյան գալիս են 4 շաբթի, նույնն եմ տեսնում, կեղտոտ, թափթփված, որևէ մեկը սնունդ չի բերել, սնունդը միայն ես եմ բերել տատիկին այս օրերին, միայն այսօր են սնունդ բերել, քաղաքապետարանից ու այդպես բավականին բարկացա, ճիշտ ասած, եթե այն դեպքում, երբ որ բոլոր պետական կառույցներին ես գոնե, վիճակի մասին պատմել եմ, մարդիկ իրենց աչքով են եկել տեսել ու արդեն երրորդ օրն է, տատիկին որևէ մեկը սնունդ չի բերել ու ինքը այս պայմաններում էստեղ է։ Երեկվա ահազանգից հետո Երևանի քաղաքապետարանն այսօր 2 աշխատակից է ուղարկել, որոնք որոշ չափով մաքրել են տունը, ինչպես նաև ուտելիք բերել։ Քաղաքապետարանից ինչ-որ սնունդ են բերել, իհարկե ես ակնկալում եմ, եթե անկեղծ, որ պետք է սնունդ այնպիսի սնունդ բերեմ, որ տատիկը կարողանա պատրաստել, այստեղ գազի հնարավորություն չկա, բայց հարևաններն էլ
Հարևաններից մեկը ասաց, որ այս գրեչկան կպատրաստի կբերի, հիմա չգիտեմ այդ հարևանը երբ կբերի կամ ինչքանով կբերի, բայց ես կարծում եմ, որ այս այն հարցն է, որ հստակ պատասխանատվություն կրող կառույց պիտի լինի, պատասխանատու անձինք պիտի լինեն, որ ռեժիմով մարդուն վերահսկողություն սահմանեն։ Իսկ պատկան մարմինն այս դեպքում մեկը չէ։ Բելատատիկի խնդրին առնվազն պետք է ծանոթ լինեին թաղապետարանից մինչև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Գերատեսչությունից մեզ փոխանցեցին, որ դեպքի մասով միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը, համայնքը, ոստիկանությունը, պոլիկլինիկան աշխատում են։ Առաջնահերթ զբաղվում են փաստաթղթային հարցերով։ Մեր կողմից կազմակերպվում է քաղաքացու տնային պայմաններում խնամքի ծառայության տրամադրումը։ Տարվում են ընթացիկ այլ աշխատանքներ միջգերատեսչական համագործակցության շրջանակում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւս արձագանքեցին։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը նշեց, որ ահազանգից հետո կապ է հաստատվել մի շարք գերատեսչությունների հետ, որոնք տեղեկություններ են փոխանցել կատարված աշխատանքների մասին։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրել է տարեցկինը չունի հաշվառման հասցե, որպիսի պայմաններում սպասարկող պոլիկլինիկայում կբացվեր բժշկական քարտ եւ ծառայության դիմումի հիման վրա բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կստանար խնամք։ Տեղեկացրել է նաեւ, որ պարբերաբար կիրականացվեն այցեր տարեց կնոջ բնակարան աջակցություն տրամադրելու նպատակով, ինչպես նաեւ հայկական Կարմիր խաչի ընկերության հետ կկնքվի պայմանագիր կնոջը ժամանակավոր խնամ տրամադրելու նպատակով, իսկ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության գործընթացն ապահովելուց հետո կենտրոնը կկարողանա ուղեգրել վերջինիս առաքելություն Հայաստան բարեգործական կազմակերպություն խնամք ստանալու համար։ Իսկ ինչպես է տատիկի աղջկա Յանինայի առողջական վիճակը։ Ֆակտոր TV-ին հասած տեղեկությունների համաձայն աղջիկը գլխուղեղի կաթված է ստացել։ Առողջապահության նախարարությունից սակայն չեն հստակեցնում, հղում կատարելով բժշկական գաղտնիքին։ Քաղաքացին հոսպիտալացվել է 3 օր առաջ, առողջական վիճակը այս պայծրությամբ գնահատվում է ծանր, գտնվում է ռեանիմացիայում։ Ես գիտեմ, որ մայրիկը ցանկանում է տեսակցություն, բայց հաշվի առնելով, որ պացիենտը վերակենդանացման բաժանմունքում է, խստիվ արգելված է տեսակցությունը։ Ուզում եմ տեղեկացնել, որ հաշվի առնելով, որ խնդիրը տվյալ պացիենտի մոտ շտապ անհետաձգելի դեպքով է, հոսպիտալացվել, ողջ ծառայությունը գումարը կիրականացնենք պետական պատվերի շրջանակում։ Երևանի քաղաքապետարանը Ֆակտոր TV-ի այցից հետո նույնպես այցելել է Բելատատիկին։ Մեծ զրույցի ժամանակ կառույցից նշեցին, որ տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց հետազոտությունների եւ հարկ եղած դեպքում բուժօգնություն ցուցաբերելու համար։ Ի վերջո, թե ինչ կլինի 84-ամյա Բելատատիկի եւ նրա 55-ամյա աղջկա Յանինայի հետ, պարզ կլինի առաջիկա օրերին։ Ֆակտոր TV-ին կհետևի թեմայի զարգացումներին։